բոլոր հրապարակված սոցհարցումներին մի փոքր վերապահումներով պետք է վերաբերվենք։ Մի կողմից մենք տեսնում ենք ամբողջ իրավական համագարքի ուժը ուղղված է ուժեղ Հայաստան կուսակցության դեմ, բայց նույն ժամանակ մենք տեսնում ենք բազմաթիվ դեպքեր, երբ իշխանությունն է սկսում կաշառել բնակչությանը։ Նախընտրական փուլում ընտրությունից 2 ամիս առաջ տրվում է մեծացած թոշակ, որը տարվա վերջում արդեն նորից կփոքրանա։ Պատերազմի սպառնալիքը սեղանին դրված է, Փաշինյանը ասում է, եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Եվ սա եւս աննորմալ իրավիճակ է ստեղծում, եւ Ալիևը հելնում է եւ ասում է, այո, մենք այս պայծառությամբ ճանաչում ենք Հայաստանի տարածքները, բայց կարող է վաղը չճանաչենք։ Եվ այս ամեն ինչը ստեղծում է այն ֆոնը, երբ արդար ընտրություններ գրեթե անհնար է։ Մենք ունենք 3-ից մինչև 6 սուբյեկտ, որոնք անցնելու են, եւ ունենք համապատասխանաբար 12 սուբյեկտ, որոնք հաստատ չեն անցնելու։ Շատ լուրջ վտանգ կա ձայների փոշիացման, շատ լուրջ վտանգ կա, որ բավականին մեծ թվով քաղաքացիների կարծիքը ներկայացված չի լինելու։ Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկումն է, իմ հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Հրանտ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն։ Իհարկե կանդրադառնանք մի շարք հարցերի, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական։ Սկսենք ներքաղաքականից, նախընտրական խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, մենք պետք է հասկանանք, թե ինչ իրադրություն մենք մտնում այդ քարոզարշավի պաշտոնական քարոզարշավի փուլ, որովհետև միջ այդ մենք կհիշենք, որ ամիսներ շարունակ տարբեր քաղաքական ուժեր եւ միավորումներ արդեն իրենց ոչ պաշտոնական քարոզարշավը իրականացնում են։ Հիմա արդեն պաշտոնական քարոզարշավն է, իր դեպ որոշակի կանոններ են այս պարագայում գործում։ Մենք պետք է հասկանանք ինչ իրավիճակում ենք, ինչ իրադրությամբ ենք մտնում արդեն պաշտոնական քարոզարշավ։ Ինչ ենք տեսնում ներքաղաքական դաշտում այս պահին։ Այս պահին մենք տեսնում ենք շատ լարված իրավիճակ մի կողմից, ու երեկվա վարչապետի հայտարարությունները, որ պետք է թույլ չտա այս թե կուսակցություններ եւ այլն, ցույց է տալիս այդ արշավի լարված լինելը։ Մենք տեսնում ենք բավականին լուրջ մրցակցություն, հատկապես եթե 2021 թվականի հետ համեմատենք, այդ ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների քանակը ավելի քիչ է եղել, եւ մենք տեսնում ենք շատ ավելի մեծ, նույնիսկ քան թե առաջ արտաքին միջամտություն մեր ներքին քարոզարշավի ընթացքում, եւ մենք տեսնում ենք նաեւ այն, որ այս պայծառությամբ դեռ որոշված չէ ով է լինելու, այսինքն դեռ բավականին մրցակցային է, չնայած որ իհարկե մրցակցության ոչ հավասար պայմաններ կան ակնհայտորեն։ Յուրաքանչյուր քաղաքական միավորը իդեպ իրենց հարցումներն է, սոցիալական հարցումներն է, սոցիոլոգիական իրականացնում, տարբեր թվեր են հրապարակում են մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը եւ տարբեր քաղաքական միավորումներ մոտարապես դիրքավորվում են, որևէ մեկը ասում է ես կլինեմ հաջորդ վարչապետ, այսինքն մեկը չի, մի քանիսն են ասում։ Մյուսները իրենց տեսնում են պարզապես խորհրդարանում անցած падգամավորների մանդատ որոշակի թվով ունենալով ներքաղաքական իրավիճակի վրա այդպես ազդելու հնարավորություններ գուցե ունենան։ Հիմա փորձենք հասկանալ իրականում կարող ենք մենք հավատալ կամ վստահել այդպիսի սոցիոլոգիական հարցումների։ Տեսեք, եթե սոցհարցումը հրապարակվել է, ապա հասանելի է լայն մարդկանց շրջանակին, ինչ որ մեկը դրա համար վճարել է։ Եթե ինչ-որ մեկը վճարել է եւ թույլ է տալիս, որ հրապարակվի դա, ուրեմն արդեն հարց կա, թե ինչու է թույլ տալիս, եւ որպես կանոն հրապարակման ենթակա հարցումները ենթարկված են ինչ-որ ձևի ազդեցությանը։ Պարտադիր չէ, որ այդպես լինի, բայց ամեն դեպքում բոլոր հրապարակված սոցհարցումներին մի փոքր վերապահումներով պետք է վերաբերվենք, մանավանդ հաշվի առնելով, որ տարբեր արդյունքներ են ցույց տալիս։ Մենք կարող ենք ինչ-որ ընդհանրություն բերել այդ հարցումներից, բայց այդ պարագայում ճշգրտությունը մի քիչ տուժելու է։ Այս պատճառով ես կարծում եմ, որ այս հարցումները միայն ընդհանուր պատկեր հասկանալու համար են բավական։ Ընտրական օրենսգիրքը իհարկե որոշակի կանոններ է, խաղի կանոններ է սահմանում եւ կսահմանի այս ընթացքում։ Հիմա մենք պետք է հասկանանք ով առավելություն։ Շատերը ընդդիմադիր դաշտից նշում են, որ քաղաքական իշխանությունը մեր հանրապետությունում առավելություններ ունի։ Որքանով են դրանք արտահայտված իրականում։ Կարող են դրանք ազդեցիկ եւ արդյունավետ իրենց համար արդյունավետ գործոն դառնալ ընտրությունների արդյունքի պարագայում։
միանշանակ առավելություն ունի ներկա իշխանությունը։ Եկեք թվարկեմ մի քանի օրինակները։ Առաջինը ցանկացած երկրում ցանկացած իշխանությունը ունի որոշակի նվազագույն պաշար, որը քվեարկել է իր օգտին զուտ կայունությունը ապահովելու համար, ներկա իրավիճակը պահպանելու համար եւ զուտ նրա համար, որ ինքը իշխանությունն է։ Այդ տոկոսը կարող է տատանվել, դա կարող է 10 լինել, 20 լինել կամ նույնիսկ ավել։ Հայաստանի պարագայում երևի մոտ 15% կարող ենք համարել, որ քվեարկում է իշխանության օգտին, որովհետև այն իշխանություն է։ Դա ընտրության իրավունք ունեցող ընդհանուր մեր համերկրացիների 15%-ի մասին է խոսքը։ Մի քիչ դժվար է ասել, ես կարծեմ ավելի շուտ քվեարկածներից, հա, քվեարկածներից մոտավորապես 15%։ Ովքեր որ պատրաստ են գնալ դարձյալ քվեարկելու, նրանցից, հա։ Բոլոր ընտրական իրավունք ունեցողներից մի քիչ ավելի քիչ է, որովհետև բազում մարդիկ ուղղակի քաղաքականապես пассив են։ Բայց ամեն դեպքում, եթե իշխանությունը հավաքեց, ենթադրենք 40%, որը այս բայդրությամբ հարցումներով քիչ թե շատ այդքան կարելի է ենթադրել, այդտեղից 15% զուտ այն փաստը, որ ինքը իշխանությունն է, դա քիչ թիվ չի, գրեթե կեսն է, հա։ Սա առաջին հանգամանքը, որով իշխանությունը ունի առավելություն։ Երկրորդ հանգամանքը դա վարչական ռեսուրսի կիրառումն է, եւ վարչական ռեսուրսը այստեղ բաժանվում է մի քանի ուղղությունների։ Օրինակ, այս բայդությամբ մենք գիտենք, որ իշխանությունը տարբեր ատյաններով, օրինակ բյուջետային աշխատողներից կամ օրինակ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով եւ այլն ճնշում է գործադրում տարբեր քաղաքացիների, որպեսզի նրանք ընտրեն իշխանությանը։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ թիվն էլ փոքր չի իրականում, մոտավորապես մի 5% էլ այդ զանգվածն է, ով ենթարկվում է նման վարչական ճնշմանը եւ եւս քվեարկելու իշխանության օգտին։ Վարչական ճնշում դուք նշում եք, որ կա, բայց դա ապացուցելի հարց է ի վերջո, որտեղ է երևում։ Տեսեք, մամուլում կան բավականին հաճախ հրապարակումներ, որ այս թե այն դպրոցում, այս թե այն օրինակ բժշկական հաստատությունում, այն քաղաքում, այս քաղաքում հավաքել են անձնակազմը եւ ստիպում են, որ քվեարկեն։ Այդպիսի վարկածներ իհարկե ոչ մեկը, քանի որ սա օրենքի խախտում է ուղիղ, հա, սա մենք չենք կարող պաշտոնական լրահոսում տեսնել։ Այսինքն ոչ մեկը հմեկով նման տեղեկատվություն չի հրապարակելու։ Սա որպես կանոն հրապարակում է կամ չեզոք կամ ընդդիմադիր լրատվամիջոցներում, բայց ոչ միայն ընդդիմադիր, այլ նաեւ չեզոք եւ այդտեղ նույնիսկ ձայնագրություններ կան։ Այսինքն մենք ունենք նման փաստեր, իհարկե այդ փաստերը հատվածական են, բայց բոլորը չեն հրապարակի։ Մենք կարող ենք միայն ենթադրել, որ դա համակարգային է գործում եւ գործում է համատարած երկրով մեկ։ Այսպիսով մենք տեսնում ենք նաեւ այս վարչական ռեսուրսի կիրառումը ստիպումով տարբեր մարդկանց։ Երկրորդ վարչական ռեսուրսի մյուս կողմը արդեն իրավական համակարգի նկատմամբ վերահսկողությունն է իշխանության, հա։ Այս պայծությամբ մենք տեսնում ենք իշխանությունը ընկել է ուժեղ Հայաստան կուսակցության հետևից, ամեն օր հրապարակում է իբր այդ կուսակցությունը կաշառում է նրանց, հետո մի բանը հաստատվում է, մեծ մասը հերկվում է եւ այսպես շարունակ։ Բայց այսինքն մի կողմից մենք տեսնում ենք ամբողջ իրավական համագարքի ուժը ուղղված է ուժեղ Հայաստան կուսակցության դեմ, բայց նույն ժամանակ մենք տեսնում ենք բազմաթիվ դեպքեր, երբ իշխանությունն է սկսում կաշառել բնակչությանը։ Օրինակ, վերջերս հրապարակվել է տեղեկատվություն, որ հետցի աշխատողներին 3700 հոգուն 30000 դրամ տալիս են որպես հավելավճար։ Դա կաշառք պետք է դիտարկվի։ Ես միանշանակ այդպես եմ դիտարկում, փորձեմ բացատրել։ Տեսեք, ուրեմն նախընտրական շրջանն է։ Երկրորդը հեծը մենք գիտենք շատ բարդ իրավիճակում է, որովհետև այս պայծությամբ զավթված է իշխանության կողմից Ստոկհոլմյան արբիտրաժի որոշում կա, վճիր, որ պետք է վերադարձվի Սամվել Կարապետյանն էլ գիտենք հիմնական մրցակից է։ Եվ հասկանում են իշխանությունները, որ կարելի է ենթադրել, որ այս անձնակազմը կարող է լոյալ լինել նախորդ տերին, հա, կամ իրական տերին։ Եվ որպեսզի իրավիճակը փոխվի, տալիս են աշխատավարձ լրացուցիչ գումար ընտրությունից առաջ։ Եթե սա ընտրության հետ որևէ կապ չունի, ես կանգնկալեի, որ այդ գումարները կտրվեին օրինակ հունիսի 8-ին, ինչի հիմա։ Մյուս օրինակները ամեն օր մենք տեսնում ենք տարբեր տեղական ինքնակառավարման, օրինակ Երևանի քաղաքապետարանը, Վայոց ձորի համայնքապետարանը, Վայոց ձորի մարզպետարան կամ տարբեր քաղաքների համայնքապետարանները սկսում են ինչ որ ռեսուրսներ բաժանել ժողովրդին, ինչ որ բան տրամադրել եւ այլն կամ սոցիալական օգնություն, մենք տեսնում ենք, որ հենց այս նախընտրական փուլում շատ ակտիվ դա տարածվում է։ Ու շատ հեռու չգնամ, եւս երկու օրինակ բերեմ։ Հա, իդեպ նաեւ պետհամակարգում պետապարատին հիմա պարգևավճարներ են տալիս
Եվ հիմա վերջի երկու որոշում էլ ավելացնեմ։ Առաջինը ապրիլի 1-ից թոշակառուներին թոշակը բարձրացնել 10,000-ով, այն ընդ որում 5 ամիս շուտ դրանից Փաշինյանը խորհրդարանում ասեց, որ ուրեմն թոշակառուն չգիտի ինչի վրա ծախսի այդ գումարը, ինչի համար ավելացնենք, եւ հիմա ավելացնում է։ Բայց մենք գիտենք նաև, որ քեշբեքի ծրագիրը այս տարվա վերջում ավարտվում է, այսինքն իրականում ինչ է արվում։ Նախընտրական փուլում ընտրությունից 2 ամիս առաջ տրվում է մեծացած թոշակ, որը տարվա վերջում արդեն նորից կփոքրանա։ Սա նախընտրական կաշառք է, ես ուրիշ կերպ չեմ կարող որակավորել, մանավանդ հաշվի առնելով, որ թոշակառուն բավականին կազմակերպված ընտրող է, նաև որ թոշակառուն ավելի շատ հակված է իշխանության աջակցել, եւ թոշակառուն շատ բազմամարդ զանգված է ընտրողների մեջ։ Եվ եւս մի բան, ուրեմն 3 չի առաջ հրապարակվել է որոշում, որ ավելի ճիշտ օրենսդրական նախագիծ է դա, որ մարդիկ, ովքեր 65 անց են, պետք է նորից իրավունք ունենան աշխատելու պետհամակարգում։ Ես այս թեմայով իրականում հստակ կարծիք չունեմ, չեմ կարող ասել սա լավ է թե վատ, հարցը այն է, որ հենց հիմա եւ միշտ ինչ որ քանակով մարդիկ պետք է դուրս գան թոշակի։ Եվ որպեսզի իրանք կարողանան մնալ աշխատանքի, իշխանությունները նախընտրական փուլում իրականացնում են այս որոշում։ Նման, եթե մենք դիտարկենք, ապա ես կարծում եմ, որ ուրիշ կերպ որակավորել այս ամիջը, քան լայնածավալ կամպանիա, որպեսզի կաշառի բնակչությունը, ես չեմ կարող։ Հրանտ, տեսեք, դուք նշեցիք մի քանի օրինակներ էլ բերեցիք։ Այս պարագայում եթե ընդհանուր առմամբ ընտրակաշառքի մասին խոսք է գնում, այստեղ նույնիսկ կապ չունի, թե իշխանություններն են ընտրակաշառքի խոստում տալիս, թե ընդդիմություն ներկայացնող որոշակի քաղաքական միավորումներ, ի վերջո մարդը, եթե հավելավճար է ստանում իր հաստատությունից, որտեղ որ աշխատանքի է, ինքը գնում է քվեարկության եւ այդ քվեարկությունը փակ գաղտնի քվեարկություն է։ Այսինքն յուրաքանչյուրը ունակի այդտեղ ընտրել ում որ ցանկանում է։ Այստեղ ընտրակաշառքը ինչ նույնիսկ եթե կասկածներ կան ընտրակաշառքի, արդյոք այդպես ազդեցիկ գործոն է։ Այո, միանշանակ, որովհետև նախ ընտրակաշառքը կարող է ազդել տատանվող ընտրողի վրա, իսկ այս պահեդրությամբ մենք գիտենք, որ ընտրողների շատ զգալի մասը դեռ կողմնորոշված չեն։ Եվ երկրորդը, շատ հաճախ մարդիկ ուղղակի շնորհակալ են լինում կամ օրինակ, եթե իրանք գիտեն, օրինակ վերջի որոշումը, պետապարատի աշխատողների վերաբերյալ, դա կյանքի է կոչվելու արդեն ընտրություններից հետո, այսինքն այս իշխանությունը պետք է հաղթի, որ դա տեղի ունենա։ Սրանք մի քանի օրինակներն են, ես էլի բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, բայց էական այն է, որ այս պարագայում ոչ մի բացահայտում տեղի չի ունենում, եւ այսպիսով ստացվում է, որ կա իշխանության, այսպես ասած, պաշար 15% դայների, որոնք նրանք ստանում են, որովհետև նրանք իշխանություն են, կա վարչական ռեսուրս ստիպելու, եւս մի քանի կաշառելու քաղաքականություն կա, եւս մի քանի օրինակ կա։ Օրինակ գյուղերում եւ փոքր քաղաքներում տարածված պրակտիկա կա, երբ համայնքապետը ասում է ընդդիմադիր հայացք ունեցողներին, դուք մի եկեք, մի գնացեք ընտրելու, ոնց որ որպեսզի լավ հարաբերություն պահպանենք եւ այլն։ Նման պրակտիկան, ինչքան ես իմացա, առաջ էլ կար, հիմա էլ կա եւ հիմա շատ ակտիվորեն կիրառվում է եւս։ Եվ դա ստուգելու հնարավորություն կա, եթե այդ մարդը եկավ, օրինակ, արդեն տեսնում ես։ Իսկ ստուգողներ միշտ կան, այսպես ասած, տասովշիկները, որոնք ընտրատեղամասից առաջ կանգնած են եւ ինչ որ բան հաշվում են, ինչ որ մարդկանց բերում են, տանում են եւ այլն։ Սա եւս Եվ բացի այդ, որը ելի կարևոր հանգամանք է, դա արտաքին ազդեցությունը եւ միջամտությունն է հայկական ընտրություններում։ Մենք հիմա տեսնում ենք Եվրամիության կողմից հիմնականում դա տեղի ունենում, եւ սա եւս ազդում է էականորեն այս փուլում ընտրությունների վրա։ Եվ եթե այս բոլոր հանգամանքները հանենք, ապա լրիվ ուրիշ իրավիճակ է լինելու, Դրա համար իշխանությունը ունի շատ մեծ առավելություն։ Մենք ամեն դեպքում տեսանք, որ Հունգարիայում ինչ տեղի ունեցավ եւ Հունգարիայում ընտրվեց անդիմադիր կողմը, անդիմադիր տեխնացուն, նաև վարչապետի պաշտոնն է զբաղեցնում այժմ արդեն, եւ տեսանք, որ եթե նույնիսկ Հունգարիայում այդ լծակները այդ պահի դրությամբ իշխանությունը ուներ, դա ի վերջո արդյունքի վրա այդպես իր համար արդյունք չապահովեց։ Ասեմ շատ մեծ տարբերություններ կան։ Նախ քանի որ Հունգարիան ԵՄ երկիր է, ապա այդտեղ վարչական ռեսուրսի, այդ թվում ստիպելու քաղաքականության հնարավորությունները ավելի սահմանափակ են,
Երկրորդը արտաքին ազդեցությունը այդտեղ բաժանված է եղել, շատ ավելի մեծ ազդեցություն Հունգարիայում ունի Բրյուսելը եւ Եվրոպական միությունը, իսկ Եվրոպական միությունը արդեն տարիներով աշխատում է Օրբանի դեմ, այսպիսով օրինակ վերջերս J.D. Vance-ը եկավ ինչպես Հայաստան, այնպես էլ Հունգարիա, հա, Բուդապեշտ փորձում էր աջակցել Օրբանին, բայց դա չօգնեց, բայց շատ կարևոր է հասկանալ, որ ԱՄՆ-ի ազդեցությունը Հունգարիայում շատ ավելի փոքր է, քան թե Բրյուսելի ազդեցությունը։ Հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ այստեղ այդպեսին չի իրավիճակը։ Եթե օրինակ այստեղ մենք տեսնում ենք, որ թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ն աջակցում են միանշանակ այս իշխանությանը եւ ոչ մեկը դեռ չի հայտարարել, որ այս իշխանության դեմ է։ Եվ բացի այդ մենք տեսել ենք Թուրքիայի, Ադրբեջանի աջակցությունը, պատերազմի սպառնալիք, հա, պատերազմի սպառնալիքը սեղանին դրված է, Փաշինյանը ասում է, եթե ես չընտրվեմ, պատերազմ է լինելու։ Եվ սա եւս աննորմալ իրավիճակ է ստեղծում եւ Ալիևը հելնում է եւ ասում է, այո, մենք այս պայդությամբ ճանաչում ենք Հայաստանի տարածքները, բայց կարող է վաղը չճանաչենք։ Եվ այս ամեն ինչը ստեղծում է այն ֆոնը, երբ արդար ընտրություններ գրեթե անհնար է։ Անդրադառնալով դարձյալ ներկայիս գործող իշխանություններին քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը այդ թեման փակելու համար տեսեք քաղաքացիական պայմանագիրը ինչ հնարավորություններ ունի մասամբ դուք խոսեցիք եւ արդեն այս քաղաքական պայքարում ֆավորիտ է թե ոչ դա վերջնականապես դուք ասեք ըստ ձեզ եւ երկրորդը քաղաքական պայքարի մեջ ի վերջո գրանցվել է այս նախընտրություններին դիմաց այդ քաղաքական միավորների 19 միավոր այսինքն 18 + ԿՊ այդ 18-ի մեջ կան նաեւ ինչու՞ չէ ԿՊ-ի թե ներքին թե արտաքին քաղաքականության համախոհներ կան բացահայտ համախոհներ կան գուցեև ոչ այնքան բացահայտ ստվերում գտնվող համախոհներ։ Դուք կարող եք նշել ովքեր են եւ գուցե անուններ չտաք իհարկե։ Նախ այո, մի քիչ մարդիկ հարցեր են տալի, ինչու մենք ունենք 19 կուսակցություն, եթե 19 կուսակցությունը շանս չունի անցնելու։ Այո, հա, սուբյեկտ, հա, կամ միավոր, ինչպես ասացիք, հա, 19 միավոր չունի հնարավորություն անցնելու։ Մենք կարող ենք խոսալ, որ միանշանակ անցնելու է 3 սուբյեկտ խորհրդարան, այս պայծառությամբ հարցումները դա են ցույց տալիս, հա, անցնելու է ԿՊ-ն, անցնելու է Ուժեղ Հայաստանը եւ անցնելու է Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը եւ բավականին բարձր հավանականություն ունի Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը, ինչու միանշանակ չեմ դասում, որովհետև իր համար շեմը արդեն 8% է, իսկ իր վարկանիշը 8%-ի մոտ է տատանվում, այսինքն տեսականորեն կարա 7% հավաքի կամ 7.5 եւ չբավականացնի դա եւ չանցնի։ Սա բացառված չի եւ ի դեպ դա շատ կարեւոր հանգամանք է օրինակ ընտրությունների վերջնական պատկերի համար, հա, որովհետև ընդդիմության կոալիցիայի հնարավոր կազմելու վրա ազդելու է օրինակ Հայաստան դաշինքը անցնելու թե ոչ։ Երկրորդը օրինակ միասնության թևերը տարբեր հարցումներով 2-ից մինչև 5% ունեն, որտեղ է լինելու է 2-ը թե 5-ը եւ այլն, եւս հարց է։ Եվ բավականին բարձր շանսեր ունի նաեւ դոկ կուսակցությունը Վարդան Ղուկասյանի, որտեղ առաջնորդին չեն գրանցել, բայց կուսակցությունը անցնելու շանս ունի, մինչև 5% հավաքելու հավանականություն կա։ Եվ այսպիսով կարող եմ ասել, որ մենք ունենք 3-ից մինչև 6 սուբյեկտ, որոնք անցնելու են, եւ ունենք համապատասխանաբար 12 սուբյեկտ, որոնք հաստատ չեն անցնելու։ Այդ 12 սուբյեկտից եւս կարելի է մի 4 սուբյեկտ առանձնացնել, որոնք գոնե 2% հավաքնելու տեղ ունեն եւ այս պայդրությամբ այնպես ինչ ասում ենք այս պայդրությամբ։ Հա, մի բան կարող է փոխվել, բայց քիչ թե շատ 4 սուբյեկտ կարող է մոտ 2% հավաքել կամ մի փոքր ավել, մի փոքր պակաս, մնացած 8 սուբյեկտը այդքան էլ չի հավաքելու։ Եվ այսպիսով շատ լուրջ վտանգ կա ձայների փոշիացման, շատ լուրջ վտանգ կա, որ բավականին մեծ թվով քաղաքացիների կարծիքը ներկայացված չի լինելու, եւ սա արդեն հարց է ստեղծում, ինչու այդ սուբյեկտները մասնակցում են, հա։ Հիմա նախ ֆավորիտի ձեր հարցը, իհարկե իշխանությունը ֆավորիտ է, այն առումով, որ այսպես ասեմ։ Իհարկե շատերը չեն համաձայնի, նաև ընդդիմադիր դաշտից։
հաշվի առնելով, որ իշխանությունները ունեն կայուն են դրան զանգված, որ բացի այդ տիրապետում են վարչական ռեսուրսին եւ դրսի աջակցությանը, կարող ենք ենթադրել, որ իշխանությունները ամեն դեպքում բավականին բարձր ցուցանիշ ունենալու են։ Ամենացածր գնահատական, որը ես որևէ հարցումով տեսել եմ, դա 33%-ը, ամենաբարձրը 45%։ Այսպիսով այդ երկու թվի շրջանակներում կլինի իրանց վարկանիշը ենթադրենք ուղիղ մեջտեղում, այսինքն 39%, հա, դա այսպես ասած պահպանողական գնահատական կլինի այս պայդրությամբ, որովհետև իհարկե օրինակ այս ԵՄ-ի գագաթաժողովը, որը այս իշխանությունները իհարկե իրանց PR-ի համար օգտագործել են, կարող է ավելացրել այդ տոկոսը 39% ասելով նկատի ունեմ մոտավորապես 1-2 շաբաթ առաջվա դրությամբ։ Բացի այդ եւս մի քանի իրադարձություն է տեղի ունենալու, ռազմաշքերթ եւ այլն, որոնք եւս օգտագործվելու են հոգուտ իշխանությունների, այն էլ ասած չի բացառվում, որ մի քանի ռազմագերի թողի Ալիևը, որը գիտենք, որ ուզում է այս իշխանությունը ընտրվի։ Այսպիսով իշխանությունը բավականին բարձր շանսեր ունի նախ առաջին տեղը զբաղեցնելու եւ երկրորդը նույնիսկ հաղթելու, որովհետեւ բազմաթիվ կուսակցությունները չեն անցնելու եւ ձայները հավանպատասխանաբար փոշիանալու են։ Այսպիսով այդ 40%-ը ենթադրենք 20% ձայների փոշիացավ, այսինքն շեմը չհաղթահարեցին, այսպիսով 40%-ը դառնում է 80%-ի կեսը եւ դրանով իշխանությունը արդեն հաղթեց։ Այսպիսով, այսինքն կես մանդատ հավաքեց, հա, կես ձայներ հավաքելու կարիք չկա, կես մանդատների կարիքը կա, իսկ եթե չէ, ապա այդտեղ բազմաթիվ հարցեր են ստեղծվում, օրինակ նույն դոկ կուսակցությունը ինչ դիրքորոշում է զբաղեցնելու։ Մենք տեսել ենք օրինակ Երևանի քաղաքապետարանի ընտրություններ, որոնք տեղի են ունեցել 2 տարի առաջ։ Այդ ժամանակ իշխանությունները հավաքել են 32.6%, բայց տարբեր պատճառներից ելնելով, մոտավորապես իմ նկարագրած պատկերից ելնելով, մեկը ստացել են քաղաքապետի պաշտոն։ Այսպիսով ստեղ եւս հարցեր կան։ Եվ բացի այդ, ասեմ, որ այդ ձեր ասած իշխանության, այսպես կոչված արբանյակների հարցը։ Տեսեք, վերջին ամիսներին մենք չենք տեսնում այդ նկարները, բայց մի քանի տարի իր հետևից մենք տեսել ենք նկարներ, որ վարչապետը հանդիպում է տարբեր կուսակցության ներկայացուցիչների հետ եւ անընդհատ ինչ-որ բան քննարկում է, այսինքն ամիսը մեկ այդ հանդիպումը տեղի ունենում, հետո ձեռք են սեղմում, բաժանվում են, նույնիսկ շատ հաճախ իրար գովում են եւ այլն, հա։ Սրանք գոնե նվազագույնը իր արտաքին քաղաքականություն կիսող մարդիկ են, հա։ Եվ այստեղ կարող եմ հիշել օրինակ Բաբաջանյան-Շիրինյան դաշինքը, օրինակ Սասնաձայերին կամ Բևերը եւ այլ սուբյեկտներին, որոնք իր հետ հանդիպում են եւ որոնք նույն քաղաքական գիծ ունեն։ Եվ այսպիսով կարող եմ ասել, որ այո, նման սպոյլերներ կան, որոնք, այսպես ասած, կարելի ասել իշխանության գիծ են։ Շատ ավելի կարեւոր է օրինակ դոկ կուսակցության դիրքորոշումը, քանի որ ինքը անցնելու հնարավորություն ունի եւ իր, այսպես ասած, թույլտվությամբ մեծ հաշվով անցած այդ քաղաքապետի ընտրություններին կամ Երևանի համայնքապետարանում ընտրություններին հաղթել է իշխանությունը։ Այսպիսով ամենակարևոր հարցը հենց սա է, այս կուսակցությունը ինչ դիրքորոշում ունի։ Դրա համար ես կարծում եմ հետեւյալը։ Ես կարծում եմ, որ ընտրողը, եթե ինքը իշխանամետ է, ինքը ավելի լավ է ընտրի հենց իշխանությանը, եթե ինքը ընդդիմադիր է, ընտրի հենց ընդդիմությանը, այսպիսի կուսակցություններին, որոնք վաղը կարող են ինչ-ինչ պատճառներից ելնելով, չգիտեմ, օրինակ կարող է իրանց վախացնեն, կարող է իրանց ստիպեն, կարող է իրանց կաշառեն, կամ կարող է իրանց գլուխը մի բան թռնի, դիրքորոշումը փոխեն, իմ կարծիքով նման ընտրություն անելը չարժե։ Դա ձեր կարծիքն է։ Դա իմ կարծիքն է։ Հասնենք հրանտ անդրադառնանք եւս երկու շատ կարեւոր եւ մեր հանրույթում այժմ քննարկվող հարցերին։ Նախ գործող իշխանությանը հիմնական անդիմախոս ամենախոշոր կուսակցություններ դաշինքների մասին դուք արդեն խոսեցիք, այդ դաշինքների կամ կուսակցությունների միավորման մասին է հիմնական հարցը, որը օդում պտտվում է եւ կմիավորվեն, չեն միավորվի, այսինքն այն իրավիճակը, որ տեղի ունեցավ Գյումրիի ընտրություններից հետո ավականույում Գյումրի, այն միավորումը, որը տեղի չունեցավ Երևանի ավականու ընտրություններից հետո արդեն դուք նշեցիք ավականու կազմի այսպիսի տարօրինակ պատկերը, երբ որ գործող իշխանությունը այնտեղ չհավաքեց իր համար 50+1 այդպես մանդատ չունեցավ, որ ուղիղ ընտրի քաղաքապետի եւ այդտեղ փաստորեն ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների դաշինքների միավորների չմիանալու հետևանքով այժմ հաղթեց ԿՊ-ն,
Հիմա այդ միավորման միտումներ կան թե ոչ։ Միասնական ճակատ կարող է լինել արդեն ձևավորված, այսպես ասած, հունիսի 8-ից հետո ձևավորված ազգային ժողով։ Դե այստեղ նորից կարելի է հիշել ձեր Հունգարիայի օրինակը, որտեղ այդ միավորումը տեղի ունեցավ, եւ եկեք ազնիվ ճանաչենք այն հանգամանքը, որ իրականում դա այդտեղ տեղի ունեցավ ԵՄ-ի միջամտության եւ աջակցության կամ խանգարելու պատճառով, այսինքն Օրբանին խանգարելու ընդդիմությանը աջակցության։ Ինչու, որովհետեւ որպեսզի տարբեր շահեր ունեցող ուժերը միավորվեն, նրանց միավորող ինչ-որ օղակ է պետք։ Այլ դեպքում դա գրեթե տեղի չի ունենում մի բացառությամբ, եթե երկիրը ունի նման քաղաքական մշակույթ։ Մենք նման մշակույթ չունենք։ Միավորված աշխատանքի։ Ամեն մեկը ինչ որ առանձին փոքր դաշտ է ուզում ստեղծի եւ այդպես աշխատի։ Դա Հայաստանի քաղաքական դաշտն է եւ մենք նույնիսկ տեսել ենք վերջի տարիների ընթացքում 17+ կուսակցություններ եւ այլն տարբեր միավորումներ ստեղծվել են եւ հետո քանդվել են հիմնականում ներսում ինտրիգների պատճառով, որովհետեւ ամեն մեկը փորձում է իր վրա քաշել ամեն ինչը։ Կիրիլովի հայտնի ստեղծագործությունն է, եկե հիշենք այստեղ։ Եվ այսպիսով այստեղ գալիս է հետեւյալ հարց. արդյոք Հայաստանում հնարավոր է օրինակ գաղափարախոսական հենքի վրա կամ ծրագրի հիման վրա միավորումը։ Եվ պատասխանս կլինի բացասական։ Ես դրա պոտենցիալը չեմ տեսնում։ Արդյոք հնարավոր է ընտրություններից հետո ընդդիմության միավորումը։ Դա այո, դա կարծում եմ հնարավոր է։ Ես կարծում եմ, որ կան վեճեր օրինակ ինչ է անելու Քոչարյանը, ինչ է անելու օրինակ Ծառուկյանը կամ ինչ է անելու Արման Թաթոյանը։ Ես կարծում եմ այս երեք սուբյեկտն էլ միանալու են ընդդիմադիր կոալիցիային, եթե ընդդիմադիր կոալիցիան դարձավ հնարավոր։ Ուրիշ բան հնարավոր է թե ոչ։ Ինչու, նախ մենք չգիտենք ԿՊ-ն քանի տոկոս է հավաքելու, որովհետև հիմնական ամեն դեպքում խաղացողը իշխանությունն է միշտ, եւ երկրորդը մենք չգիտենք ընդդիմադիր սուբյեկտներից ով է անցնելու։ Այդ 4-ից 2-ը դեռ երաշխավորված չի որ կանցնեն։ Եվ այսպիսով շատ լուրջ հարցեր կան ընդդիմադիր կոալիցիան առհասարակ հնարավոր է թե ոչ։ Եթե օրինակ Հայաստանում ձևավորվեր այդպիսի ընդդիմադիր կոալիցիան, ինչպիսին եղավ օրինակ Հունգարիայում, ապա իմ կարծիքով գրեթե խոսակցություն էլ չէր լինի ով է հաղթելու, որովհետև այդ պարագայում իշխանությունը հնարավորություն չէր ունենա հաղթելու։ Բայց քանի որ նման կոալիցիան չկա եւ քանի որ եւս մի շատ կարեւոր հանգամանք Հայաստանի քաղաքական մշակույթին բնորոշ է հետեւյալ պատկեր։ Իշխանությունը միշտ մարզված է, միշտ պատրաստ է եւ միշտ մեծ հաշվով նախընտրական քարոզարշավ է վարում։ Ընդդիմությունը միանում է ընտրություններից ամենաշուտը կես տարի շուտ, հա, եւ ընդդիմությունը միշտ ուշացած է գալիս ընտրություններին։ Դա եղել է 2010-ականներին, դա նաեւ հիմա է։ Բայց խորհրդարանական ընդդիմությունն էլ է այդպիսի ուշացած է։ Վերջո խորհրդարանում մենք ունենք ընդդիմադիր 2 դաշինք դեռևս մեծ հաշվով այո, որովհետև տեսեք իշխանությունը ունի հնարավորություն ոչ միայն կուսակցական մակարդակում աշխատելու, այլ բոլոր իշխանական լծակներ օգտագործելու։ Օրինակ սոցիալ նախարարության աշխատանքը օգտագործի հենց իշխանությունների պարագայում հասկանալի է։ Այո, իսկ ընդդիմությունը, տեսեք, ընդդիմությունը ձեր հարցադրումը շատ տեղին է, այսինքն ընդդիմությունից ակնկալվում է, որ ինքը մշտապես պետք է աշխատի հատկապես խորհրդարանական ընդդիմությունը, բայց մենք ամեն դեպքում դա չենք տեսել։ Մենք միայն տեսել ենք անցած տարվա ընթացքում, որ 2 խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները հիմնականում զբաղված են եղել իրար խփելով։ Հայաստան դաշինքը եւ հանրապետական կուսակցությունը։ Ես տեսել եմ դա եւ ոչ միայն ասեմ եւս մի բան։ Անցած տարվա հունվարին մենք տեսել ենք իշխանության վարկանիշը բավականին իջել է, ընդդիմադիր կուսակցությունների տոկոսները բավականին աճել են այս սոցհարցումների, բայց տեղի ունեցել մի բան։ Անցած տարվա հունվարից սկսած ընդդիմադիր կուսակցությունները սկսել են իրար թիրախավորել, հիմնական հարցադրումը եղել է ով է բերել այս իշխանությանը, այսպես ասած, եւ ով է մեղավոր ամեն ինչում, եւ ով ունի թաքնված ինչ-որ շահեր։ Եվ այդ խոսակցությունը հատկապես երբ որ քննարկվում է 2018 թիվը, դա մի տեսակ արդեն պատմական խոսակցություն է, բայց ամեն դեպքում այդ խոսակցությունը երկուսին էլ հարվածեց, որովհետև ներընդդիմադիր էլեկտորատը լսում է թե մեկին թե մյուսին եւ ստացվում է, որ ինքը ստանում է բացասական տեղեկատվություն թե մեկի թե մյուսի մասին։ Հիմա իշխանական էլեկտորատը ընդդիմադիր լրատվամիջոցներին եւ պատգամավորներին չի լսում։ Եվ ընդդիմադիր էլեկտորատը իշխանականներին այդքան շատ չի լսում, չնայած որ շատ ավելի շատ իհարկե մանավանդ հաշվի առնելով ՀՄԿ-ի հանգամանքը։ Եվ իդեպ մեդիայի ձևաչափն էլ այստեղ շատ կարեւոր է։ Օրինակ նախորդ իշխանության ժամանակ
պետական մեդիան աջակցել է իշխանությանը որպես կանոն, բայց ես ընդհանրապես չեմ հիշում, որ մեդիան, իշխանական մեդիան թիրախավորի ընդդիմությանը։ Իսկ հիմա թիրախավորվում է ընդդիմությունը ամենավերջին բառապաշարով։ Այսպիսով այստեղ իրավիճակը շատ ավելի լարված է, այդ թվում մեդիայի մակարդակում եւ մեդիայի, այսպես ասած, օգտագործումը այդ թվում եւ առաջին հերթին ՀՄԵԿ-ի շատ ավելի մեծ է նախընտրական նպատակներով քան թե առաջ։ Այսպիսով ես կարծում եմ, որ մի կողմից իշխանությունը հավաքել է բազմաթիվ ռեսուրսներ ընտրությունների համար, մյուս կողմից բազմաթիվ նույնիսկ սահմանափակումներին անցել է, որը համարվել է, որ չի կարելի օգտագործել, բայց ընդդիմությունը իր կողմից բավական բան չի արել, որպեսզի իր կարծիքը ներկայացված լինի, լսելի լինի եւ հասկանալի լինի։ Օրինակ ընդդիմության կողմից հստակ ձևակերպումներ, այսպես կոչված թրիփի նկատմամբ չկան։ Այսինքն եղել են գնահատականներ, եթե ես չեմ սխալվում, միայն Հայաստան դաշինքի կողմից։ Մյուսների կողմից հստակ կարծիք չկա եւ մյուս հարցերի հետ կապված եւս բազմաթիվ հարցեր կան, ընդդիմությունը շատ ուշ է միացել։ Մենք կտեսնենք նաև քարոզարշավի ընթացքում այդ հարցերին ինչպես են անդրադառնում ձեր նշած կամ չնշած նույնիսկ տրվելու են այդ հարցեր միանշանակ։ Հրանտ եւ ամփոփելով խնդրում եմ կարճ պատասխանեք վերջին հարցին Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մեր հանրույթը հիմնականում այս ժամանակահատվածում որ գործոններին է առավելություն տալիս արտաքին քաղաքական, Արցախի կորուստ, այն ինչ որ տեղի ունեմ երկրի հետ, թե տնտեսական, թե սոցիալական, որ գործոններն են հիմնականում որոշիչ լինելու։ Դուք մեծ մասը գործոնների թվարկել եք, հա? Տնտեսական գործոնը միշտ կարևոր է եւ մենք կարող ենք ասել, որ 2021-26 թվականները տնտեսական աճի տարիներն են եղել, որը նաև մասամբ պայմանավորված է դրսի հանգամանքներով, օրինակ այս ռուս-ուկրաինական պատերազմը թվականից այս կողմ։ Այո, ռուս-ուկրաինական պատերազմը եւ այդ պատերազմի հետևանքով դեպի Հայաստան որոշակի ֆինանսական հոսքեր, որոնք բավականին զգալի են եղել Հայաստանի համար, հա։ Սա առաջինը եւ առհասարակ համաշխարհային տնտեսության աճը եւ այլն եւ որոշակի նաեւ ճիշտ քայլերը կառավարության, որոնք բերել են տնտեսական բարձր աճին։ Եվ սա մի հանգամանք է։ Երկրորդ հանգամանքը իհարկե Արցախի եւ անվտանգության հանգամանքը եւ մենք տեսնում ենք, որ մի մասը ընտրողների, օրինակ, այս հանգամանքը գերադասում են, ինչ է լինի տնտեսության վիճակը, նրանք ասում են, չէ, սկզբունքային հարցը կարեւոր է։ Իսկ մյուս մասը հակառակ, ինքը ասում է կարևոր չի անվտանգությունը ինչա, կարևորը իմ եկամուտը ինչքան է։ Այս երկու հիմնական խումբը, բայց իհարկե այդտեղ ուրիշ մտքեր, ուրիշ թեմաներն էլ կան, առհասարակ քաղաքական շուկան դա նաև գաղափարների պայքարի շուկան է եւ քաղաքական ուժերը փորձում են ինչ որ նարատիվ փաթեթավորել, պատրաստել եւ տալ ընտրողներին, հա, եւ իշխանությունը այս առումով եւս առավելություն ունի, որովհետեւ ինքը ամփոփ նարատիվ ունի բոլոր թեմաների վերաբերյալ, շատ կարճ, պարզ ներկայացված եւ իդեպ մշակված տարբեր լսարանների համար, այսինքն մի լսարանի համար մի մեսիջ, մյուս լսարանի համար մյուս մեսիջ եւ այլն։ Իշխանությունն էլ ընդդիմությունն էլ հակառակ ունի ընդամենը մի մեսիջ, որը ուղղված է մոտավորապես իր ընտրազանգվածին, բայց շատ քիչ է առնչվում ուրիշ ընտրազանգվածների հետ։ Ստեղ միայն բացառությունը ուժեղ Հայաստանն է, որը դիմում է նաեւ տնտեսական թեմաներով ժողովրդին։ Եվ այսպիսով ես կարծում եմ, որ սոցիալ-տնտեսական թեման ընտրողների երևի 1/3-ի համար գերիշխում է։ Անվտանգային թեման երևի եւս 1/3-ի համար գերիշխում է։ Մնացած ընտրազանգվածի համար տարբեր հանգամանքները, որոնք, չգիտեմ, ինչ որտեղ անձնական շահ, ինչ որտեղ սպասելիքներ, ինչ որտեղ անձնական ծանոթություն այս թե այն տեխնացուի կամ կուսակցության ներկայացուցիչի եւ այլ, արդեն ավելի փոքր հանգամանքներ, բայց տնտեսական եւ անվտանգային հանգամանքները ինձ թվում է հավասար են այս պայծրությամբ։ Ինչպես միշտ։ Այո։ Շնորհակալ եմ Հրանտ մեր հրավերը ընդունելու համար։ Armenia Today-ի խոսում են գլխավորի մասին հաղորդաշարի հերթական թողարկման հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, առայժմ։